Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, եղբայրներ քույրեր, այսօրվա համար փառք Աստծո, ես շատ ուրախ եմ, որ այսօր մենք եղբայրների կողմից մեծ ընդունելության ենք արժանացել, մենք իրար հարազատ ենք, մենք նույն հոր որդի ենք, իհարկե երես առ երես չենք ճանչնա, բայց մենք մեկ հայր ունենք, մեկ նպատակ ունենք, իրար նման ենք, փառք Աստծո։ Այսօրվա համար այնքան շնորհակալ եմ Աստծուց, որ այս առիթը Տերը տվեց, մենք իր առաջ եկանք միասին, ես անկեղծ ասած շատ մեծ ուշադրությամբ լսում էի եւ մենք էլ եկել ենք բոլորս էլ լսելու։ Կարևոր չէ, որ ես ասենք եղբայր եմ, խոսալու եմ, ես էլ լսելու, սովորելու շատ կարիք ունեմ եւ եղբայրներից շատ լավ բաներ սովորեցի, իմ սրտի մեջ կար խոսքեր, անգամ ասեմ ինչ որ բաներ, որ ուշադիր էի, բացվավ ինձի եւ ոչ մի օրը պատահական չէ մեր կյանքի մեջ։ Տերը ուզում է, որ մենք հաստատվենք, մենք մնանք Քրիստոսի մեջ եւ գիտակցաբար հասկանալով ընտրություն կատարենք, շատ կարևոր բաներ լսեցինք եւ եղբայրը խոսեց, Հենոք եղբայրը լավագույն ընտրության մասին, մեր Արմեն եղբայրը խոսեց սկզբից, որ մեր ընտրածին հավատարիմ մնանք, պահենք մեր ունեցածը, մեր եղբայրը խոսած, որ Քրիստոսը մեզ համար շատ կարևոր բաներ է արել եւ սովորենք գնահատել իր արածը։ Եվ ես մի կարճ կուզեմ այսօր ասեմ հետեւյալի մասին, որ Աստծո համար այս աշխարհում մի թանկ բան կա։ Տեսեք, Աստված երկրագունդը ստեղծել է եւ այստեղ շատ արժեքավոր բաներ կան, եթե գնահատենք Արեգագի կինը, որքան կարժենա Խաղաղ օվկիանոսը, ոչինչ Աստծո համար այնքան թանկ չէ, ինչքան եկեղեցին, որտեւ իր արյունով է ստացել։ Աստված ունի այս աշխարհում ժողովուրդ, հատուկ ժողովուրդ, ընտրված ժողովուրդ, եւ ինքը այդ ժողովրդի Տերն է, դու սեփականությունը, Աստված է ժողովրդի ունի սեփական ժողովուրդ, որ պատկանում է Աստծուն, եւ բոլոր մարդիկ երազել են, ցանկացել են լինել այդ ժողովրդի մեջ, որտեւ Աստված այդ ժողովրդի համար խոստում ուներ։ Եվ Աստված պետք է այդ ժողովրդին դարձներ լավագույնը, Աստված պետք է այդ ժողովրդին դարձներ փառավոր, սկանչելի, պետք է լիներ իր հետ, պետք է տաներ ապահով բնակեցներ, տաներ իր փառքին մասնակից դարձներ։ Եվ գիտեք դա ինչ է նշանակում լինել Աստծո ժողովրդի մեջ։ Եվ այսօր ես ուզում եմ ասեմ, որ մեզանից յուրաքանչյուրը գնահատելով Հիսուսի գործը եւ երբ որ իր համար թանկ է եկեղեցին այս աշխարհում, մեզ համար ինչն է թանկ։ Մեզ համար ինչն է թանկ։ Եվ ուզում եմ ասել ձեզ, ինչ արժե եկեղեցին քեզ համար։ Դու քեզ զգում ես եկեղեցու լիարժեք անդամ։ Դու այս եկեղեցու մասնիկն ես, ուզում ես այս ժողովրդի մեջ լինես, որ ինչպես Մովսեսը ուզեց, այդ ժողովուրդը Աստծո համար առանձին ընտրված հատուկ ժողովուրդ է։ Այդ ժողովուրդը գնվել է Քրիստոսի այրամբ, այդ ժողովուրդը մասնակից լիներ Աստծո փառքին եւ շատերը եղբայրներ քույրեր ում դա բացվավ ուզեցան լինեն։ Ես ուզում եմ կարդամ Թվոց գրքի մեջ, թե Աստված ինչպես է արտահայտվում իր ժողովրդի մասին, երբ որ Բաղամին կանչեցին, որ անիծե, եւ ես կուզեմ այս խոսքերը կարդամ. Ինչպես անիծեմ, որ Աստված չի անիծում, ինչպես նզովեմ, որ Տերը չի նզովում,
եղբայրներ, քույրեր, այս ժողովուրդը օրհնված ժողովուրդ են։ Եկեղեցի ունի Աստված երկրի վրա, որ ոչ մի անեծք իրան չի բռնելու։ Այս ժողովրդի վրա կախարդություն եւ դյութություն չի լինելու։ Այս ժողովրդի Տերը Աստված է, այս ժողովուրդը մի հոտի նման է, որի հովիվը ինքը Քրիստոսն է։ Շատերը չեն գնահատել լինել այդ ժողովրդի լիարժեք անդամ եւ մասնիկը, շատերը չեն գնահատել, բայց երբ որ այս մարգարեական խոսքը տրվավ Բաղամին, ես կարդում եմ շարունակությունը, որովհետեւ ապառաժների գլխից տեսնում եմ նրան եւ բլուրներից նայում եմ նրան։ Եղբայրներ, քույրեր, սա մի ուրիշ տեսողության մասին է։ Աստված հնարավորություն էր տվել Բաղամին նայել այդ ժողովրդին աստվածային աչքերով։ Մարդկային աչքերով այդ ժողովրդի մեջ կար թերություններ, մարդկային աչքերով այդ ժողովրդի մեջ կար սխալներ։ Իրանք ճիշտ եկան, ոմանք ընկան, անապատում ընկան, շատերը անհավատ եղան, բայց Զուգահեռ այս համարը կարդամ, տեսեք Աստված ինչպես է ասում իր ժողովրդի մասին։ Ահա հրաման առա օրհնելու եւ ինքը օրհնեց, Հակոբի վրա անօրենություն չզննեց, ոչ էլ անզգամություն տեսավ Իսրայելի վրա, նրա Եհովա Աստվածը իր հետն է։ Իսրայելը շատ սխալներ ուներ, բայց դա բաղակի գործը չէր, դա աշխարհի գործը չէր։ Իսրայելի մեջ կային անհատներ, որ իրանք չպահեցին հավատքը, բայց խոսքը անհատների մասին չէ, խոսքը եկեղեցու մասին է, որ այդ եկեղեցին ունի խոստում, որ պիտի միանա Աստծուն, եւ դու այն ժողովուրդը, որ թանկ ես աշխարհում Աստծո համար, դու նրա մեջն ես, դու այդ ժողովրդի մեջն ես, այս աշխարհում Աստծո համար կա մի թանկ բան, եւ դա իր եկեղեցին է։ Եվ դու այդ եկեղեցու մեջ լինելը ինչպես ես գնահատում, ինչպես ես գնահատում եկեղեցին քեզ համար, եղբայրներ, քույրեր, շարունակության մեջ տեսեք ինչ է ասում, ահա այս ժողովուրդը առանձին պիտի բնակվի եւ ազգերի հետ պիտի չհաշվի։ Եղբայրներ, քույրեր, եկեղեցին այս աշխարհի հետ հաշիվ չէ։ Աշխարհը մի կողմ, եկեղեցին Աստծո մոտ մի կողմ։ Այս եկեղեցու Տերը Հիսուսը ինքն է ասել է իմ այգիս ես եմ պահելու։ Եսայի մարգարության մեջ կարդամ, տեսեք մի երկու համար կարդամ, եղբայրներ, քույրեր, որ իմանաք ինչքան Տերը հետևողական է։ Ես Տերս եմ նրա պահապանը, ամեն վայրկյան ոռոգում եմ նրան, որպեսզի նրան ոչով չվնասե, գիշեր եւ ցերեկ ես նրան պահպանում եմ։ Գիտեք ինչ է նշանակում լինել Աստծո ժողովուրդ։ Այդ ժողովրդի Տերը Աստված է։ Այս ժողովրդի փրկիչը Տերն է, որ ինքը իր բազուկով է փրկել եւ տարել եւ հասցրել Քանանի երկիր, երկնային արքայություն։ Այդ ժողովուրդը Տեր ունի, եղբայրներ, քույրեր։ Այդ ժողովուրդը գնված է, այդ ժողովրդի համար կյանք է տրվել, ինչպես եղբայրները խոսեցին, այդ ժողովրդի անդամ լինելը քո աչքին եկեղեցին փոքր բան է երևում, որի մեջ դու կաս։ Անհատներ կլինեն, ճանապարհի կեսին կմնան։ Կան մարդիկ, որոնք Աստծո խոսքի ուխտի մեջ չեն մնա, բայց եղբայրներ, քույրեր, եկեղեցին Աստծունն է, որի Տերը ինքը Քրիստոսն է, եւ եկեղեցին այս աշխարհում ամենաթանկն է, դու կարողանում ես գնահատել քո եղբայրներին, գնահատել եկեղեցին, գնահատել եղբայրությունը, ժողովուրդը, Աստծո ժողովուրդը, ինչքան ծերեր կան, որ քեզ համար աղոթում են, աշխարհում ով է աղոթում, ինչի են մարդիկ գնում աշխարհ, ինչի են մարդիկ աշխարհը, ինչի է մարդկանց դուր գալիս, որտեվ շատ անգամներ աշխարհը մարմնավոր գովեստը հրապուրում է մարդկանց, երբ որ մեկ աշխարհի հետ բարեկամ է, իրան աշխարհից ինչ են ասում, վայ, էս ինչ
չգիտեմ, եսօր պրիչոսկե տեսիչ լավն է, եսօր ես ինչ իրանց բարերով ասած բոմբ բոտազ ես հակել, քեզի դուր է գալիս, հակնես գնաս ես աշխարհի մեջ, փառքդ կերակրեն եւ քեզի դուր է գալիս։ Եկեղեցում եղբայրները հորդորում են, եկեղեցում եղբայրները խրատում են, ծերերը աղոթում են, հովիվները աղոթք են անում, հոգս են անում, չգիտեմ, լացում են, ծոմ են պահում, քեզ համար չարչարվում են, եւ դու ինչպես ես գնահատում եկեղեցին այսօր։ Մեր ավակ եղբայրներից մեկը մի հետարքիր ու հրաշալի բան էր ասում է, եթե եկեղեցին քո մայրը չէ, դա նշանակում է, որ Աստված քո հայրը չէ։ Լինել եկեղեցում, դա բարձր աստիճան, իմ համար դա թանկ բան է։ Լինել եկեղեցու մեջ, որ Մովսեսի մայրը իրան չէր խրատում, ասում Եգիպտոսը չի կարելի այս բաներից հեռու մնա, հանկարծ Եգիպտոսի, չգիտեմ, բաներին չխառնվես, այս բանը չի կարելի, սրան հեռու մնա, չէ, նրա մայրը ասում էր, մի մոռացի, դու որ ժողովուրդից ես։ Եվ նրա մեծ սերմանում էր, որ Աստծո ժողովուրդը մի Եգիպտոսի, չգիտեմ, այդ պալատական կյանքի աչքերով նայր այս ժողովրդին, որ ներկա պահում ինքը գերության մեջ է, հանկարծ պալատականի աչքերով չնայես, այս ժողովուրդը խոստում ունի, Եգիպտոսից պիտի ելնի, նրա փառքը, գովությունը, պատիվը բոլոր ազգերից բարձր պիտի լինի։ Այս ժողովուրդը թանկ է Աստծո համար, եւ Մովսեսը այդ կաթը կերավ։ Եվ ինքը որոշեց, ընտրեց լինել եկեղեցու մեջ, եկեղեցին եղբայրներ քույրեր, ինչքան եղբայրներ քույրեր կան, որ իրանք պաուզա են ունեցել հոգևոր կյանքի մեջ եւ ափսոսացել են այն տարիների համար, որ անցրել են աշխարհում, ինչքանները կարոտում են եկեղեցուն, ինչքանները կփապագեն լինել եկեղեցու լիարժեք անդամ։ Ես մի օր ինքնաթիռի մեջ մի եղբայր կար, որ ինքը այնպես էր ստացվել, որ պաշտամունքների տարիներ չէր եկել։ Ինքնաթիռում Մոսկվա ենք թռնում, իմ կողքն էր նստած 2 ժամվա մեջ, չէ 3 ժամ, ինչքան թռնում ենք, 3 ժամվա մեջ, չգիտեմ քանի անգամ ասեց Երանի քեզ, որ եկեղեցու մեջն ես։ Եկեղեցին վրա Աստծո աչքը կա, եկեղեցու վրա Աստծո պահպանությունը կա, ինքն է ոռոգելու, գրգի մեջ վերցնելու է, այդ ժողովրդին տանելու, հասցնելու է տեղ, եւ դու նրա ծածկոցի մեջ ես, դու նրա ապահովության մեջն ես, ինքն է պահելու, տանելու, հասցնելու երկինք։ Եկեղեցին, որ Աստծո համար թանկ է աշխարհում, իսկ ինչ արժե քո համար, որի մեջ դու կաս։ Միգուցե աշխարհը ավելի արժեքավոր է, միգուցե աշխարհին ավելի մեծ, եղբայրը խոսեց, ինչքան գնահատեց Հուդան, քանի արծաթ գնահատեց Հիսուսին, այդ գնահատվածի կինը 30 արծաթ, նրա հավատքը չբավարարեց իրական տեսնելու կյանքը, ինքը շատ էժան գնահատեց եւ իր գնահատականը եղավ իրան կորուստի պատճառ։ Եղբայրներ քույրեր, Տերը թող օրհնե մեզ, այսօր ինչքան լավ է, որ ես եկեղեցու մեջ կանք մենք, երբ որ Փաղամը խոսում էր այս խոսքերը, ասեց մի բան եմ, իր մարգարեական խոսքեր իրան հայտնվավ, ասեց մի բան կուզենայի, ասեց իմ վախճանը այս ժողովրդի վախճանի նման լինի, որտև ինքը տեսավ, այս ժողովրդի վախճանը տեսավ, բարձրացավ ապառաժը ոչ թե մարդկային աչքերով, Աստծո աչքերով նայեց այս ժողովրդին եւ ասեց այս ժողովուրդը համար Տերը ասեց, քեզ օրհնողները օրհնված եւ քեզ անիծողները անիծված պիտի լինեն։ Եկեղեցին օրհնված է երկնքից։ Եկեղեցին ամենաթանկն է Աստծո համար եւ դու այս աշխարհում ամենաթանկ կառույցի մեջն ես, հաստատության մեջն ես, Քրիստոսի մեջը։ Մենք սա գնահատում ենք, եղբայրներ քույրեր։ Ժամանակին պիտի ասվի, թե Տերը ինչ բաներ արավ Իսրայելին։ Եվ այսօր մենք, որ տարիների հավատքի մեջ ապրել ենք,
Մենք կարող ենք այսօր ասել, թե Տերը ինչ բաներ արավ մեզ։ Նա պահեց մեր ոտքը սայտակելուց, ողորմեց, օրհնեց, եկեղեցում իր առաջ պահեց, որի համար մենք փառավորում ենք Իրան, որ կանք իր տան մեջ։ Սա մեր ամենամեծ հարստությունն է, ոչ թե քարոզել ինչ որ պաշտոններ, այլ Քրիստոսի մեջ հաստատվել, սա բացարձակ արժեք է։ Լինել Քրիստոսինը, ինքը քոնը դու Իրանը, լինել լիարժեք եկեղեցու մեջ, լինել այն հաստատության մեջ, որ այս աշխարհում ամենաթանկն է։ Եվ Աստծո խոսքն ասում է, ձեր աչքի բիբին կպած, ձեզ կպած, Աստծո աչքի բիբին կպած, ինչքան թանկ են Աստծո ժողովուրդը, որը օրհնված է։ Եվ մենք այսօր եղբայրներ քույրեր այդ եկեղեցու մեջն ենք, կիմանաս, չգիտեմ ինչ երազանքներ ունես, չգիտեմ ինչ նպատակներ ունես, չգիտեմ ում հետ ես համեմատվում, չգիտեմ ինչն է պակաս, ինչն է առավել քո կյանքում, բայց լինել եկեղեցում, լինել Աստծո մեջ, սա նշանակում է ամեն ինչ ունենալ այս աշխարհում, ունենալ երջանկություն, ունենալ Աստծո բարությունն ու ողորմությունը մեր կյանքի մեջ, ունենալ Քրիստոսին, սա ամենավեր բանն է մեր կյանքում, եղբայրներ քույրեր։ Եվ երբ որ եղբոր ասացի մեջ մենք լավագույնն ենք ընտրել, ամեն բան Աստված կհոգա քո բոլոր կարիքները։ Եթե Աստված իր որդին չի խնայել, ամենաթանկը տվել է քեզ, էլ ինչպես նրա հետ ինքը չի ուզում, ամեն ինչ Քրիստոսի մեջն է, որդուն ունեցար, եթե Աստված որդին տվեց, քո հարցերը, խնդիրները, չգիտեմ ամուսնական հարցերը, տունը, մեքենա, դրանք անարժեք բաներ են Աստծո մոտ։ Ամենաթանկը իր որդին էր, որ տվավ ինձ ու քեզ, գնեց խավարի իշխանությունից, սատանայից, մեղքի թագավորությունից դարձրեց Աստծո որդի։ Մենք պարտական ենք իրան մեր ամբողջ կյանքում, փառք Աստծուն, եղբայրներ քույրեր։ Երբ որ մենք գնահատում ենք, երբ որ Պետրոսը ինքը ամեն օր անխարտախ կաթը ուտում էր, ինքը հավատքը համարեց պատվական, Քրիստոսի այրունը համարեց պատվական, ամեն բան եւ վեմը պատվական, եւ ասեց դուք ընտիր ազգ եք, սեփական ժողովուրդ, մենք ընտիր ազգ ենք։ Այս աշխարհում Աստված ունի իր ժողովուրդը, մենք նրանն ենք։ Դուք գիտեք ինչ է նշանակում լինել Աստծո ժողովուրդ, որի առաջնորդը Տերն է, որի կարիքները Տերն է հոգալու, որին Տերն է ողորմելու, որին Տերն է պահելու։ Դուք գիտես ինչ է նշանակում լինել Աստծո ժողովուրդ։ Աստծո ժողովուրդը ինքը Երիկովի պարիսպները փլան, ինքը խոստում ուներ, Աստված ասեց եւ արավ, փառք Տիրոջը։ Աստված մարդ չէ, որ սուտ խոսա, նա կասե կպահե մեզ, կհասցնե իր երկնային առկայության, նրան լինի փառք հավիտյանս հավիտենից ամեն։ Եղբայրներ քույրեր, կանգնենք աղոթքի